Լավ, գիշերը մի փոքր խաչապուրի կերա կամ մի հատ կոնֆետ։ Ինչ պիտի անի ինձ։ Սիրելիներս, գիշերը ուտելով մենք մի քանի վնաս ենք հասցնում օրգանիզմին։ Առաջինը՝ դա ինսուլինային քաոսն է։ 40%-ով մեր ինսուլինային բջիջները կամ ենթաստամոքսային գեղձի կորցնում են զգայունությունը ինսուլինի կամ ճարպի կամ շաքարի հանդեպ եւ չեն այրում այն, եւ այն կարող է վերածվել ճարպի։ Կամ առավոտյան բարձրանա շաքարը, առաջանան այտուցներ։ Երկրորդը՝ գիշերվա ժամերին չի արտադրվում լեպտին հորմոնը, որը խոսում է մեր հագեցվածության մակարդակի մասին։ Այսինքն դու կարող եք 2 անգամ շատ ուտել, բայց ուղեղը դա չգրանցի։ Այսինքն թվա թե դեռ սոված եք, դեռ կարող եք ուտել։ Բնականաբար արդյունքում ճարպակալում 2 անգամ արագ։ Երրորդ, 3 անգամ շատ ճարպ կարող եք ուտակվել ձեր ներսում, եթե գիշերն եք կերել նույն ուտելիքը, նույն բաժնեչափը, քան ցերեկը, որովհետև ժամը 22-ից մինչև 6-ը լիպոլիզը, այսինքն ճարպերի այրումը կտրուկ դանդաղում է։ Բնականաբար գնաց որովայն, գնաց կողային հատվածներ ու վերածվեց ճարպի ձեր կերած մի փոքր կոնֆետը կամ այս խաչապուրին։ Ինչ անել, եթե ուզում ենք գիշերը ուտել։ Առաջինը, կարող եք խմել տաք ջուր։ Նա հագեցման զգացողություն է տալիս, լցնում է ստամոքսը, ոչ երման, բայց տաք ջուր, եւ կում խմելու ժամանակ նույն հագեցվածության սիգնալը կգնա գլխուղեղ։ Երկրորդ, ամենակարևորը, թթվածին։ Ուղղակի կատարում եք մի քանի շնչառական վարժություն՝ արտաշունչ, շունչ, արտաշունչ ու որովայնային ալիքներ։ Ակտիվացնում եք թթվածնի հոսքը ստամոքս, մարսողական օրգաններ եւ լցնում Առավել եւս երեկոյան եթե կատարեք մի քանի անգամ խորը դանդաղ ներշունչ եւ արտաշունչ 5 եւ 10 դատարկել նյարդային համակարգը կհանգստանա եւ դուք արագ կքնեք։ Այսպիսով նախ ժամը 11-ից հետո աշխատում ենք չնստել, եթե հնարավոր է, եւ եթե նստել ենք, գոնե փոխել սնունդը ջրի կամ թթվածնի։ Իհարկե շատ ավելի խորհուրդներ ես տալիս եմ իմ Telegram-յան էջերում։ Գրանցվեք, զանգահարեք, եթե կան խնդիրներ շաքարային դիաբետի, ճարպակալման, վատ մարսողության, վկնածության, գազերի, այտուցների հետ կապված, դիմում եք Aeroflex եւ մենք տալիս ենք ֆիզիոլոգիական կարգավորման ծրագրեր։